Տերը բոլորիս օրհնի, մեր Աստծուն փառք, մեր Տեր Հիսուս Քրիստոսից շնորհակալ ենք, որ ողորմություն արել, որ իր ներկայությունը լինի մեր մեջ եւ իր խոսքի վրա իր հոգու ազդեցությունը, որ մենք հավատանք իր խոսքին, որ այդ խոսքերով մեծ փրկություն ու մեծ օրհնություններ ունի ինքը մեզ տալու։ Ես ուզում եմ կարդալ 2 Տիմոթեոս 2 գլուխ 15 խոսքից մինչև 22-ը, բայց հատված առ հատված, նախ 2 գլուխ 15-ից 18 հատվածը պիտի կարդամ ձեզ համար։ Խոսքը, որ ասենք ուզում եմ ձեզ ներկայացնել, այս հատվածից է, որտեղ խոսվում է Տիրոջ հիմքի կնիքի մասին։ Նախ այսպես է ասում առաքյալը, հիշենք, նա գրում էր Տիմոթեոսին, Տիմոթեոսը եկեղեցու վերակացու էր, այսինքն խնամք տանող ավագ էր, ղեկավար էր, կարելի ասել, Տիրոջից կարգված շնորհքով, եւ Պողոսը սա է ասում նրան, ասում է. «Ջանք արա, որ քո անձը ընտիր կանգնեցնես Աստծո առաջին, իբրև մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքը ուղիղ մատակարարես, բայց պիղծ ունայնախոսությունից ետ քաշվիր, որովհետև ավելի առաջ կգնան ամբարիշտության մեջ, եւ նրանց խոսքերը քաղցկեղի պես ճարակվում է, որոնցից են Հեմենյոսը եւ Փիլետոսը, որոնք ճշմարտությունից մոլորվել են, ասելով, թե մեռելների հարությունը արդեն եղած է, եւ կործանում են ոմանց հավատքը»։ Նախ այս կամը առաքյալը ասում է. «Ջանք արա, աշխատիր քո վրա, ուշադիր եղիր, ամեն ինչ արա, որպես Աստծո ծառա քո անձը ընտիր կանգնեցնես Աստծո առաջին»։ Եվ ինչա դրա մեջ մտնում, որպես ընտիր Աստծո ծառա, որ Աստված հենց դա ոնց որ ասած այդպիսին հավանում է, եւ այստեղ ներկայացնում է հետեւյալը, որ ասում է շարունակության մեջ, ասում է. «Իբրև մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքը ուղիղ մատակարարես»։ Նախ իր վարքը բնականաբար, որպես Աստծո ծառա, չամաչի ինքը, այսինքն այնպիսի վարք կյանքի տեր լինի, որ չունենա ամաչելու որևէ, ասենց ասած, գործ, երևույթ, կյանք իր մեջ, որ ինքը ամաչի։ Երկրորդն էլ մի կարևոր բանի վրա կանգ առնում, որ ասում է, որ ճշմարտության խոսքը ուղիղ մատակարարես։ Սա կարևոր է Աստծո ծառայի համար, որ ինքը ճշմարտության խոսքը ուղիղ մատակարարի, ուրիշ խոսքով այդ խոսքը հանկարծ չծռի, այդ խոսքը հանկարծ չփոխի, այն ինչ որ ճշմարտություն է, Աստծուց է, դա մատակարարի։ Սա է Աստծո ծառայից պահանջվում, մշակից պահանջում, նա է ընտիր մշակը, որ չի փոխում, այլ եղածը ճշմարտապես ներկայացնում ու փոխանցում է։ Ինչու է սա ասում, ասում է, բայց պիղծ ունայնախոսությունից ետ քաշվիր, որտեվ առաջ կգնան ամբարիշտության մեջ, եւ նրանց խոսքերը քաղցկեղից ճարակվում է, որոնցից են Հեմենյոսը եւ Փիլետոսը։ Խոսում է պիղծ ունայնախոսության մասին, պղծող, ապականող ունայնախոսություն, այսինքն էլի խոսք, այսինքն կային մարդիկ, որոնք էլի ներկայանում են որպես Աստծո ծառաներ, մշակներ, բայց նրանց խոսքը անվանում է առաքյալը անվանում է պիղծ ունայնախոսություն։ Ունայնախոսություն, այսինքն դատարկաբանություն, ոչ ճշմարտությունից կարելի ասել, բայց նաև ոչ թե ուղղակի մի դատարկ բան, որ ոչ մի օգուտ չի տալիս, անպտուղ է, այլ նաև ասում է պիղծ, այսինքն սա պղծության է մարդկանց տանում, կյանքից է կտրում, հավատքից է զրկում սրանց լսողներին, եւ երկու հոգու անուն է տալիս, ասում է, այս երկուսը անունները կարդացի ես, մեռելների հարության մասին ասում են, որ արդեն եղել է։ Եղբայրը նոր խոսեց մեռելների հարության հետ կապված, դա Քրիստոսի հետ էր կապվում, երկրորդ գալուստով, չէ, նրա հետ կապված, ասենք, իրադարձություն է, որ Աստված պիտի կատարի, բայց ինքը ասում են արդեն եղել է եւ ոմանց հավատքը ավիրում են։ Ոմանց հավատքը կործանում են։ Ընդ որում այսպիսի խոսողների մասին ասում է, սրանք առաջ կգնան իրենց ամբարիշտության մեջ, այսինքն շատերը կլսեն, այնպես չի, որ լսողներ չեն լինելու, շատերը կլսեն, ընդ որում այդ նրանց խոսքի տարածումը ներկայացնում է այս օրինակով, ասում է ռակի նման է, քաղցկեղի նման, ասում է, որ ճարակում է, այսինքն տարածվում է,
արագ տարածվում է, արագ այդ հիվանդությունը բռնում է, այսպիսի ոնց որ ասած խմորի նման է, դրեցիր, սկսում է խմորվել, որ պիտի մարդիկ շատ զգուշ լինեն եւ ասենք դրան ոչ թե առհամարեն են առումով, որ ոչ մի բան չկա, պետք չի դրան ուշադրություն դարձնել, այլ պիտի իրոք զգուշ լինեն։ Էս ասում, այսինքն սրանք այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ այո, ճշմարտության խոսքը, փրկության խոսքը, կյանքի խոսքը, Աստծո խոսքը ծռողներ կան եւ պահանջում է Պողոսը առաքյալից, Տիմոթեոսից, որ դու տես, որ այդպիսի բան չանես, հեռու մնաս դրանցից, մերժես եւ ճշմարտության խոսքը ուղիղ մատակարարես։ Եվ ինչ է ներկայացնում առաքյալը 19-ից պիտի կարդամ, 19-րդ խոսքում ասում է, բայց Աստծո հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքն ունի, թե Տերը ճանաչում է նրանց, որ իրենն են եւ թող ետ կենա անիրավությունից այն ամենը, որ Քրիստոսի անունը կանչում է։ Խոսում է մի հիմքի մասին, որ Աստծո հիմքը համարվում է։ Եվ ասում է, այդ հիմքը հաստատ կանգնած է եւ իր վրա կնիք ունի դրված։ Աստված այդ հիմքը կանգնեցրել է եւ Աստված այդ հիմքը կնքել է, պեչատել է։ Նախ խոսում է այդ հիմքի հաստատ լինելու մասին։ Այսինքն դա մի բան է, որ չի փոփոխվում, անփոփոխ է, անշարժ է։ Չի կարող ոնց որ ասած այսօր Աստված մի բան ասի, որ ուշադրություն եք դարձնում, ինչի է դա կապվում, այդ հիմքը ինչի հետ կապվեց, ասում է Տերը ճանաչում է նրանց, որ իրենն են։ Այսինքն Աստծո հիմքը այս հարցում ումն է Տերը ճանաչում, որ իրենն են։ Ինչի հիման վրա է Աստված որևէ մեկին համարում իրենը, իր սեփականությունը, իր բաժնի մեջ, հավիտենական կյանքի ժառանգորդ, իր հետ հավիտյան լինող ապրող։ Աստված այս հիմքը արդեն դրված է, այսինքն եթե վերևում խոսում էր մարդիկ կան փոխում են, աղավաղում են եւ այլը, Աստծո մոտ հաստատուն է։ Մարդկանց փոխելը չի շարժելու Աստծո միտքը, Աստված ոնց դրել է, այդպես էլ կա։ Այդպես էլ մնալու է։ Եվ այստեղ ներկայացնում է դա հաստատ հիմք է։ Ընդ որում դա կնքված է նաեւ։ Ոնց որ Աստված արդեն պեչատը դրել է, գիտեք, ինչ որ կա, եթե իրավական ուժն է ստանում եւ արդեն ոնց որ կարողություն ունի իր ուժով գործադրվելու, պեչատված, կնքված բաներն են։ Եթե մի բանը գրված է, բայց կնքված չի, դա ուժ չունի, իրավաբանական ուժ չունի եւ ոնց որ ասած չի անցնում։ Բայց Աստված գրել ու հաստատել է, պեչատել է եւ ասում է այդ կնիքի վրա սա է գրված, որ տեսնում եք, որ ինչ է խոսում, որ Տերը ճանաչում է իրեններին եւ թե ետ կենան անիրավությունից այն ամենը, որ Քրիստոսի անունը կանչում են։ Ինչ է ներկայացնում։ Տերը ճանաչում է իրեններին։ Ոչ թե մարդիկ պիտի ասեն, սա փրկվում են, Աստծունն են, Աստծո այդ հավիտյան երկինքը կժառանգեն, նրա հետ կլնեն։ Չէ, դա մարդկանց չափանիշներով չի ու մարդկանց որոշումով չի։ Աստված ինքն է որոշում իր համար ով կլինի ժողովուրդ, ով կլինի իր սեփականություն։ Դա հաստատված է ու դա տնքված է, պեչատված է։ Մարդիկ կարող են նայեն մեկի վարքագծին, մեկի ինչ-որ վարմունքին, ինչ-որ չափանիշներ դրեն, ըստ դրա որոշեն, բայց ասում է, այտենց չի։ Տերը ինքն է որոշում, Տերը ճանաչում է նրանց, որ իրեններն են։ Գուցե ոմանք նայեն օրինակի համար ինչ-որ չափանիշով, ոմանց, որ շատ նենց աստվածապաշտության կերպարանք ունեն, շատ խիստ հետևում են ինչ-որ բաների, կարգոկանոնների, ձևերի, դրվածքների, ու ասեն, սրանք են Աստծո ժողովուրդը։ Այն մյուսը մեկ ուրիշ չափանիշ դնի եւ մտածի սրանք են։ Մյուսները, ինչպես օրինակի համար Պողոսը խոսում էր, ոմանք էլ ունայնաբանությունով են չափանիշներ դնում, այսինքն Աստծո խոսքից ծռված ուրիշ ձևեր են դնում, որ այս բաները տեսնես իմացի, որ սրանք են Աստծո մարդիկ, սրանք են Աստծո ժողովուրդը, Տիրոջ խոսքը ասում է, Աստված ճանաչում է իրեններին, այսինքն որոշողը, չափանիշ դնողը Աստված ինքն է, ումն ընտրելու որպես իր ժողովուրդ հավիտյան իր ծրագրերի համեմատ երկնքում լինելու։ Եվ ասում է դա այդ Աստված կնքել է, այդ կնիքի, սովորաբար կնիքի վրա գրված կա, չէ՞։
ուղղակի այդ թանակը չի էլի, այդ գրվածքը կա, ինչ որ բան է ցույց տալիս, այդ գրվածքը ասում, այդ կնիքի վրայի գրվածքը սա է, Տերը ճանաչում է իրեններին, եւ մյուսը էս ասում, թող ետ կենան ամեն անիրավությունից նրանք, ովքեր Քրիստոսի անունը կանչում են։ Ումն է ճանաչում Տերը, որպես իրենները, այստեղից պարզ երևում է։ Տերը ճանաչում է նրանց որպես իրենները, ովքեր ինչ Քրիստոսի անունն են կանչում, սա մեկ։ Երկրորդը, ովքեր Քրիստոսի անունը կանչելով հանդերձ իրենց ետ են կենում ինչ ամեն անիրավությունից։ Սրանք են Քրիստոսինը։ Այս պեչատն է, այս կնիքն է դրված, ավելի ճիշտ կնիքի վրա այս խոսքերն են գրված, այդ կնիքով էլ հաստատված է Աստծո հիմքը, որ ասում է հաստատ հիմքը, անշարժ հիմքը, չի փոխվում։ Այնպես չի, որ այսօր սենց է, վաղը մեկ էլ Աստված մի հատ ուրիշ չափանիշ կդնի։ Չափանիշը սա էր։ Նրանք են Աստծունը, որոնց ճանաչում է որպես իրենը, ովքեր Քրիստոսի անունը կանչում են։ 1. Սրանք ուշադրիր եք, կիսատ չխոսեք, որտեվ ամեն Տիրոջ անունը կանչող Հռոմեացիս օրինակի համար 10:13-ում ասում է, չէ, ամեն Տիրոջ անունը կանչող ինչ կլինի կփրկվի։ Բայց դրանից առաջ ասում է, եթե սրտով հավատաս, որ Աստված Քրիստոսին մեռելներից հարություն տվեց եւ բերանով նրան Տեր դավանես, կփրկվես, որտեվ սրտով հավատում ենք արդարանալու համար, բերանով դավանում ենք փրկության համար, բայց նաեւ միաժամանակ սա է ներկայացնում, Սուրբ Գիրքը ներկայացնում է, մարդիկ եկան, Տեր Հիսուս Քրիստոս ավելի ճիշտ օրինակ տեղ կա, այդպես խոսեց, ես կարող եմ ձեզ համար հիշեցնել Մատթեոս 7-րդ գլխում 24-27 համարում մարդիկ կային, որոնք հենց բերանով Տեր էին ասում Հիսուսին, բայց Հիսուս ասեց, ձեզ չեմ ճանաչում։ Տեսեք, ճանաչողության հարցն է, ումն է ճանաչում Աստված որպես իրենը, Քրիստոսը որպես իրենը։ Մարդիկ եկան Հիսուսին ասեցին, Տեր, ասեց հեռու գնացեք։ Եվ ի՞նչն էր պատճառը, որ ինքը մերժեց նրանց եւ ասեց, ես չեմ ճանաչում, պարզ հստակ գրված ասում է, ոչ թե ամեն ինչ Տեր աղցող կմտնի երկնքի արքայությունը, այլ նա որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կասեն ինձ այն օրը, թե Տեր, չէ, որ քո անունով մարգարեացանք եւ քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ զորություններ գործեցինք։ Եվ այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ։ Տեսեք, սրանք Տիրոջ անունը կանչում էին։ Կարծես թե այդ կնիքի վրա գրված կամ այդ կնքված հաստատվածը առաջի պայմանը իրականացել է իրենց կյանքում, կարծես թե, որ իրանք կանչում էին Հիսուսին Տեր, Հիսուսը իմ Տերն է։ Որտեվ աշխարհում ճանապարհներ են, տարբեր կրոններ, որոնք բոլորը հիմնականում կրոնի նպատակը սա է, ստեղծվել է, որ ցույց տան մարդկությանը իբր թե այն ճանապարհը, որով մարդը կարող է Աստծուն հարել, Աստծուն մոտենալ, Աստծունը դառնալ, ներվել, սրբվել, ընդունվել Աստծո մոտ եւ հավիտյան Աստծո հետ լինել։ Բոլոր կրոնները հիմնականում, այսպես ասեմ, այդ ճանապարհներն են ցույց տալիս ու խոստանում։ Բայց Աստծո հաստատ հիմքի վրա սա է դրված։ Հիսուսի անունը կանչողները միայն պիտի նրանը լինեն, վերջ։ Ովքեր Հիսուսի անունը չեն կանչում, թեկուզ իրանց կոտորում են, պատեպատ են տալիս, շատ սենց ասած ճգնում են, նեղություն են քաշում, զրկանքների մեջ են գուցե, ինչ-որ սրբության օրենքներ են դրել ու հետևողական պահում, ճգնավորություն են անում մարդկությունից հեռացված, չգիտեմ ինչ-որ հատուկ կանոններ կար իրանց կրոնի մեջ, որ ուշադիր հետևում են ու անում են իրենց ամբողջ կյանքում, սրանց համար չկա, սենց ասած, ընդունելություն Աստծո մոտ, առանց Հիսուս Քրիստոսի Աստծո մոտ ընդունելություն չկա։ Նրանք են Աստծո ժողովուրդ, նորից եմ ասում, որոնք Տիրոջ անունն են կանչում, այսինքն Հիսուսին կանչում են իրենց Տեր։ Դու ես իմ Տերը, Քրիստոսին Տեր են կանչում։ Ընդունել են Հիսուսին որպես իրենց Տեր ու Փրկիչ։ Բայց ցույց է տալիս մի հայտանիշ, ոնց որ ասած, որ այդ Տեր կանչողներից ովքեր են, որ իրոք պիտի ընդունվեն Աստծո մոտ, որտեվ Տերը բացահայտում անում, ամեն Տեր ասող չի, որ կընդունվեն։ Դրա համար այդ կնիքի վրա գրվածը կիսատ չի գրված միայն, ով որ Հիսուսին բերանով Տեր է կանչում, այլ ինչ է գրված նաև, թե ետ կենան ամեն անիրավությունից նրանք, ովքեր Տիրոջ անունը կանչում են, Հիսուսի Քրիստոսի անունը կանչում են, այսինքն
անիրավություն Տիրոջ անունը կանչողներից նրանք են Հիսուսի ժողովուրդ, Աստծո ժողովուրդ, ովքեր ետ են կանգնում ամեն անիրավությունից, ովքեր ապաշխարության ճանապարհ են բռնել։ Հրաժարվում են ամեն չարությունից, անիրավությունից եւ Աստծո շնորհքով էլ ոնց որ ասած դրա մեջ ունենում են հաղթություն։ Իրանց կյանքը սրբության մեջ է գնում։ Աճում են, առաջադիմում են դրանց մեջ։ Եվ տեսնում ենք, որ այստեղ ասում է մարդիկ կային, ասում են Տեր, անգամ շատ բաներ կատարեցին քո անունով։ Մեկ ուրիշ տեղ խոսում ասում եկան ասեցին Տեր, քո առաջին հրապարակներում կերանք, խմեցինք, քեզ լսեցինք, քեզ հետևեցինք, բայց ասում է Տեր ասես ինձանից հեռու գնացեք ով անիրավություն անողներ, ես ձեզ չեմ ճանաչում։ Այսինքն չճանաչելու պատճառը սա էր, դուք իմեջ չեք, որովհետև դուք անիրավության մեջ եք։ Իմ անունը կանչելով հանդերձ դուք անիրավություններ եք անում։ Մեղքը չեք թողել, մեղքից չեք հրաժարվել, մեղքով ապրող մարդիկ եք։ Եվ հեսա որ հաստատ հիմք է սա, այսինքն սա չի խախտվում, այս չափանիշով Աստված ընտրում է իր ժողովուրդը։ Դրա համար եթե եկել ենք մենք Տիրոջ դուռը, ոնց որ ասած, որպեսզի ընդունվենք, որպեսզի հավիտյան իր հետ բաժին ունենանք ազատվելով ամեն մեր չարիքներից, մենք այս երկու պայմանը պետք է բավարարենք։ Նախ ընդունենք Քրիստոսին մեզ Տեր ու Փրկիչ, կանչենք նրան որպես մեր Տեր, մեր Թագավոր, մեր մեղքերը խոստովանելով։ Եվ երկրորդը ընտրենք, որպեսզի մենք այլևս պիտի առաջվա կյանքով չապրենք, այլ պիտի ապաշխարելով գնանք դեպի սրբությունից սրբություն, արդարությունից արդարություն, կատարելության մեջ պիտի գնանք։ Շարունակության մեջ մի բան էլ է ասվում, կուզեմ դրա վրա ուշադրություն դարձնենք, ասում է, բայց մի մեծ տան մեջ ոչ միայն ոսկեղեն ու արծաթեղեն անոթներ կան, այլ փայտե եւ հողեղել, կան որ պատվի համար են, կան որ անարգության համար են։ Եթե մեկը իր անձը մաքրի այդպիսիներից, նա պատվական անոթ կլինի սրբված եւ Տիրոջը օգտակար ամեն բարի գործերի համար պատրաստված։ Երիտասարդական ցանկություններից փախիր, այլ հետևիր արդարության, հավատքի, սերի, խաղաղության, Տիրոջ անունը սուրբ սրտանց իրենց վրա կանչողների հետ։ Տեսեք, կարող է մարդը հանկարծ մտածի սա, որ ասում է Տերը ճանաչում է իրեններին, նրանց որ իրենն են։ Մտածի գուցե ոնց որ ասած նախասահմանություն կա։ Այսինքն գուցե Տերը ոմանց ասում նայում է որպես իրենը, մյուսներինը իրենը օրինակ չէ, ինչ որ ցուցակ ունի, որ ըստ այդ ցուցակի էլ ոմանց իրեն իր ժողովուրդ կդարձնի, ոմանց էլ կմերժի ինձանից հեռու գնացեք ու դատաստան ու կորուստ տանջանք։ Տերը ճանաչում է իրեններին։ Չէ, ժողովուրդ ջան, այստեղ տեսնում ենք Տիրոջը հարելը, Տիրոջ ժողովուրդ դառնալն է նախասահմանված, ճանապարհն է նախասահմանված, բայց ովքեր որ ասենց ասած կգան ու կհաստատվեն Տիրոջ ժողովրդի մեջ, կլինեն նրա սեփականությունը, դա թողված է մարդու ընտրությանը եւ որոշմանը ազատ։ Տեսեք ինչ է ասում։ Բացատրություն է ասում, մի տան մեջ, մեծ տան մեջ ամեն տեսակ անոթներ կան։ Կան պատվական փառքի անոթներ, ասում եմ, ոսկեղեն, արծաթեղեն։ Չէ՞ մարդիկ օրինակ ոսկե մատանի են դնում օրինակի համար, ականջող են կախում, գեղեցիկ ասենք սպասք են դնում, որ երևա, գուցե կահույք եւ այլն։ Դրանք պատվական անոթներ են, պատվի արժանացնող, ոնց որ բարձրացե, երևացող տեղ են դրել եւ դրանով անգամ պատվի են արժանացնում պատվական անձանց, հյուրերի, չէ՞։ Բայց մի տան մեջ կա նաև անպատվության անոթներ, ասում է փայտի եւ հող է տենց ասում դրանց, կա գիտեք, անոթներ կան, որոնք տանը պետք են, դրանք անպայման պետք են, աղբաման օրինակի համար, այն ավելը, որ ավել են անում, երբեք չես տանի, որպես պատվի անոթ մի բարձր տեղ դնես, որ եկող դառնա, գնացող եկողը տենա, չէ, հակառակ, թաքցնում են, որ չերևա։ Բայց պետք են, չէ, չենք ասում, որ պետք չեն, գցենք մի կողմ, պետք են, անհրաժեշտություն կա, ասում է, ոնց որ մի տան մեջ համեն կա, համեն դրա կարիքը կա, ասում է, Աստված էլ սենց է, մարդը, ասենց ասած, մարդուն տվել է կամք եւ ընտրություն
Եվ մարդը իր ձեռով ընտրում է լինել Աստծո ձեռքին պատվական անոթ, ամեն բարի գործերի համար սրբված, պատրաստված անոթ, թե անոթներ էլ կան, որ Աստված էլի օգտագործել է, բայց արդեն ոչ թե պատվի փառքի համար, այլ անարգության ու ապականության անոթ։ Տեղկատերը անգամ օրինակով ցույց տվեց։ Հուդային բարձրացրեց, դարձրեց մեծ տեղ տվեց, չէ՞, 12 առաքյալների շարքում դրեց, դրանք հատուկ էին։ Նրա ձեռքով գործեր կատարվեց, նա գիշեր ցերեկ 3.5 տարի Հիսուսի հետ եղավ եւ լսեց նրա խոսքերը, տեսավ նրա գործերը, հրաշքները, բայց միևնույնն է, Հուդան ընտրեց դառնալու ապականության անոթ։ Նա որոշեց, որպիսի բան լինի, մատնի չդառնա Հիսուսի։ Գրված կար, որ մեկը պիտի այդ գործը անի։ Աստված, ասենք ասած, ոչ թե նախատեսել էր Հուդային, չէ, բայց Աստված գիտեր մարդը, մարդու որակը, մարդկանց միջի եղած, ոնց որ ասած, այդպիսիները, որ ընդունակ են, հոժար են, ընտրել են այդ ճանապարհը, այտենց լինելու, ապականության անոթ լինելու, մատնիչություն անելու։ Եվ Հուդան ինքը ընտրեց այդպիսինը լինելու, ոչ թե Աստված։ Հանկարծ Տերը այն ժամանակ, որ արդեն պիտի գնար մատնվել, ասում էր, Երանի այդպիսին մեկը ինչ չծնվեր անգամ։ Ու հետաքրքիր է, այն սկզբից, որ խոսում է 12 առաքյալների մասին, դա չի ասում, ընտրեց SSS եւ ասում է եւ Հուդային, ինչ որն էլ նրան մատնեց։ Հետաքրքիր է, որ նոր ուզում էի հավատացյալ դառնայք, խո գիրք էի կարդում, ծոր գիրք։ Մինչև այդ շատ գրքեր եմ կարդացել, շատ եմ սիրել, հատկապես գիտաֆանտաստիկ գրքեր։ Անընդհատ կարդում էի։ Այդ գիրքն էլ վերցեցի, որպես սովորական գրքի նման կարդամ։ Վերցեցի, կարդացի, դե այնտեղ սովորաբար են մյուս գրքերը սենց է, սյուժեն ձևավորում, ինչ որ թաքնված բան, մեկ էլ դու հա կարդում ես, որ այդ թաքնվածը բացահայտվի, սենց չես կտրվում գրքից։ Մեկ էլ վերցնում եմ, կարդում եմ, Հիսուսը բան աղոթք արեց, իջավ ու 12 առաքյալներ ընտրեց, սրան, ասում եմ, եւ Հուդային, որ նրան մատնեց, ասում եմ, այս ինչ անհետաքրքիր գիրք է, արդեն սկզբից ասեց, որ մատնեց։ Բայց իրականության մեջ տարբերում է գեղարվեստական գրքից, իհարկե, որտեղ Տերը գիտի ինչ անում։ Համենայն դեպս, էսի ուղղակի ինձ ասեց, էսա որ բազմաթիվ օրինակներ կան, որ անգամ այսպիսի բան է ասում, ով կգնա մեզ համար այս գործը անի, անգամ մի բան, որ մոլորության գործն է։ Մեկ ասում է, օրինակ ես, ասում է, դու կարող ես էլ գնա։ Իսկն կան անոթներ, որոնք իրենք հենց հոժարված են, ընտրել են, որոշել են, որպեսզի այդ անարգության անոթը լինեն։ Եվ ուշադրություն դարձրեք, արդյունքում ովքեր որ սրբությունը չեն ընտրում, Հիսուսին չեն ընտրում, էլ երկրորդ, երրորդ տեղ չկա, կա կյանք, կա մահ, կա օրհնություն, կա անեծք։ Եթե կյանքը չես ընտրում, մահն ես ընտրում։ Եթե օրհնությունը չես ընտրում, անեծքն ես ընտրում։ Եթե պատվական անոթ մարդը չի ուզում դառնա սրբված, մաքրված, ամեն բարի գործերի համար Աստծո ձեռքի մեջ անոթ, որ օգտագործի Աստված լավ բաների մեջ, փառքի մեջ, պատվի մեջ, ուրեմն ինքը ընտրել է ինքնըստինքյան կաղաբերանով չի ասում, խոսքով չի ասում, ընտրել է անարգության անոթ լինելը, ապականության անորոգն է, որ իր ձեռքով չարություն, վատ բաներ լինի, վերջնել հավիտենական ապականությանը մատնվի, ոչ թե հավիտենական կյանքին, այդպես ասում Սուրբ Գիրքը։ Եվ այսպես ստեղ ասում է, ով որ, տեսեք ոնց ասում, եթե մեկը իր անձը մաքրի այսպիսիներից, նա պատվական անոթ կլինի։ Եթե մեկը մաքրի իր անձը, ճիշտ է, Աստված է մաքրողը, մենք գիտենք, բայց ինչու ասում, եթե մեկը մաքրի, այսինքն եթե մեկը համաձայնվի, հոժարվի, ընտրի, այդ սրբությունը, այդ արդարությունը, պատվականությունը Աստծո մոտ եղած, Աստվածը նրան կսրբի, կմաքրի եւ իրոք պատվական անոթ կանի։ Այսինքն չկա այդտեղ Աստծո ուղակի քմահաճույք, ոնց որ ասած, Աստծո քմահաճույքով էսի կփրկվի, այնի չի փրկվի, էսի կեթա անպատվության, էսի կեթա պատվականության։ Չէ, այդպես չի, Աստված մարդա ստեղծել իր հոժար կամքն էլ դրել է անձա ստեղծել, որովհետեւ մենք մեր անձով, մեր անձնական, ասենց ասած, ինքնությունը օգտագործելով մեր քննությունը անենք, որոշենք, մեր կյանքի ուղղվածությունը մենք, ոնց որ ասած, տանք։ Ուզում ենք ցա դառնալ թե սա։ Այսպես է գրված այստեղ, ինչպես կարդացինք։ Ուրեմն նայում ենք, որ այո, այստեղ պատվի անոթ դառնալը կամ անպատվության անոթ դառնալը, դա մարդը ինքն է որոշում իր համար։
Աստված ուղակի ձևն է դրել, ճանապարհն է դրել, հաստատ ձև, հաստատ ճանապարհ։ Նա է լինելու իմ ժողովուրդը, ով Քրիստոսի անունը կանչում է եւ իր անձը ետ է պահում ինչ ամեն անիրավությունից։ Բայց այստեղ ընդհանուր կոնտեքստի մեջ Պողոսը պատահական չէ, վերևում որ խոսում էր մարդիկան շեղում են, ծռում են ավետարանը, մարդիկան պիղծ ունայնաբանություններ են խոսում, որոնց հավատքը, որոնք կործանում են շատերի հավատքը, այսինքն այս ինչ է դա կապված, սա է որ այսօր եւ այն ժամանակները հիմա առավել եւս վերջի ժամանակներում, այո, շատերն են խոսում, ցույց տալիս կարծես թե ընդունեք Քրիստոսին, կանչեք նրա անունը, հավատացեք նրան, բայց այս երկրորդ մասի հետ կապված, այդպես ոնց որ ամեն Քրիստոսի անունը կանչողը ետ կենա ունանաբանություն, անիրավությունից, այդ գործը չեն անում։ Հակառակ տեսնում ես շատ տեղերում այնպիսի վարդապետություններ, որտեղ վերևում էր ասում, դու ուղիղ խոսիր, ճշմարտությունները ուղիղ ներկայացրու, բայց ծռել են ճշմարտությունները ու Քրիստոսի անունը կանչողներին ազատություն են տվել, որ նրանք հանգիստ մեղ գործեն, որովհետև խնդիր չկա, կփրկվեք այս սուտ բանով, մխիթարությունով։ Եվ տարբեր վարդապետություններ ա ստեղծվել եւ տարածվել եկեղեցիների մեջ ու ապականում փչացնում է սրբարանը, Աստծո սրբարանը, որ եկեղեցին է։ Գիտեք, դրանցից մեկը շատ է խոսում ես վերջերս, օրինակ օրենքի տակ չենք, այլ շնորհքի տակ ենք։ Այդպիսի տարածված վարդապետությունը, որ ասում են դե Աստված մեզ ձրի է փրկում, ոչ թե օրենքը կատարելով ենք մենք փրկվելու, այլ Աստված նվեր է անում փրկությունը։ Հա, նվեր է անում, բայց չի նշանակում դրանից հետո ասում է գնա ինչ կուզես արա։ Եթե քեզ մեղքից ազատել, ոնց կարա ասի գնա մեղք արա։ Եթե այդ մեղքն է եղել քո կորուստի պատճառը եւ դրա համար Աստծո որդին է իջել, որպեսզի խաչի, ոնց կարա ասի գնա հանգիստ դրանից հետո մեղք արա։ Ինչ կուզես արա, ոնց կուզես արա։ Պետրոս Առաքյալը, Պողոս Առաքյալը ասում է, ձեր ազատությունը չարության ծածկոց մի դարձրեք։ Դուք ազատության եք կանչվել, բայց ինչ ազատության, ոչ թե ինչ որ կուզենք կանենք։ Վերջ, արդեն շնորհքի տակ ենք, Հիսուսը մեզ ձրիա փրկությունը տալիս, որ մենք ինչ անենք էլ կփրկվենք, չէ, այդպես չի։ Հենց էդի են մեղքի ծածկոց է դարձված ազատությունը։ Մենք ազատ ենք մեղքից, մեղ գործելուց, մենք կարող ենք չգործել, մենք ազատ ենք մահվան իշխանությունից, մենք ազատ ենք սատանայի խավարի իշխանությունից, լիքը բաներից այ ազատված ենք։ Բայց մենք արդարության իրավունքի մարդ ենք։ Եւ էսա որ մենք պետք է փախչենք այն տեղերից, այն քարոզիչներից, այն խոսքերի լսելից, որոնք ինչ որ բան, ասենք ասած, ծռելով, խափելով ժողովրդին հանգստություն են տալիս մեղ գործելու հասցում։ Այդպես բաներ քարոզներ շատ կան։ Մենակ էս որ ասեցի, դա չի։ Մարդկանց սրտից օրինակ ասենք, օրենքը հանում են, չէ՞, այսինքն դες պետք չի օրենքը, տենց են ասում։ Բայց օրենքով է իրավունքն ու արդարությունը կշռվում։ Եթե դու ուզում ես հասկանաս մեղք ես գործում, թե չես գործում, այդ ինչ կշեռքով պետք է կշռես, որ հասկանաս քո արածը մեղք էր, թե չէ։ Եթե ոչ օրենքով իրավունքով։ Կամ ներկայացնում է խոսում է շատ է խոսում այդ վերստին ծնվածը էլ կորուս չունի։ Սուրբ Գիրքը բազմաթիվ տեղեր ասում է Հիսուսի վրա հաստատվեցին, դարան նրա ճյուղը, հետո ինչ պատճառներով չորացան, Հիսուսը հայրը կտրեց ու գցեց ինչի այրվելուն։ Բայց Հիսուսի վրա հաստատվածը վերստին ծնվածն է։ Երկու անգամ մեռած, ասում է ինչ արմատախիլ եղած ուդան։ Մի անգամ հոգևոր ադամական որպես ադամական ծննդով հոգևորապես մեռած ծնվեցին, հետո Քրիստոսին հավատալով Աստծո որդի դարան վերստին ծնվեցին, հետո դարան մեղքին փոխեցին ընտրությունը, նորից մեռան, երկու անգամ մեռած, արմատախիլ եղած։ Կամ տարածված վարդապետություններ կար ժամանակին։ Հետաքրքիր է, ժամանակ ովքեր ասենք երկար են եկեղեցու մեջ, դա նկատած կլեն։ Ոնց որ sense ալիք եկել է։ Մի հատ ալիք եկավ սուտ վարդապետությունների, որտեղ որ դեմը չառան եկեղեցիների մեջ դուռը բաց եղավ, մտավ ավիրեց ինչ որ չափ։ Բղծության տարավ, մեղքի հետ հոժարվեցին, ինչպես գրված է Դանիելի մարգարեության մեջ, սրբարանը սկսեց բղծվել, անմաքուր դար։ Հետո երկրորդ վարդապետությունը, հետո երրորդ, հետո չորրորդ, ու սա շարունակ իրար հետևից գալիս է։
Այդ դիլեմաների վարդապետություններ մի ժամանակ տարածված չէ, հիշում եք, իբր թե եթե երկընտրակի առաջ ես կանգնում, դու կարող ես մեղք գործես, որ մենակ բարիք լինի, բայց մեղքից բարիք չկա։ Դրա մասին խոսել ենք, ես շատ չեմ ուզում երկարացնեմ։ Մարդիկ ժամանակար մարդիկ սուր գիրքն են վերցում շպրտում, քարոզող մարդիկ վերցում են սուր գիրքը շպրտում էին։ Վարդապետություն էին հնարել ու անարգում էին Աստծո խոսքը։ Գիրակ, սպանի մեզ։ Այդ գրվածքով ես կարդացել, որ Աստված էլ իր հոգով ներգործել է, որ դու հիմա Աստծո որդի փրկություն ունես։ Ոնց է որ սպանում է։ Առանց ավելի հասկանում են շատերը, ինձ հասկանալով մոլորեցնում են, խաբում են։ Եվ սա է, որ ասենք այստեղ առաքյալը խոսում է, որ թեկուզ սրանք կփոխեն, կասեն, կխաբեն ժողովրդին, կհանգստացնեն, որ կարելի է, ինչը կարելի է, մեղք գործելը կարելի է։ Թույլատրելի է, այս իրավիճակում կարելի է, այս պատճառով կարելի է, կամ այնց գործեր կկատարեն, որ ասենք բան կտան, ասած, որ մեղքի հետ կապված հանկարծ չխոսվի, այնց քարոզներ կտանեն, հանկարծ չանհանգստանան մարդիկ մեղքի հետ կապված եւ այլն, եւ հանգստացնել մարդկանց, որ ամեն ինչ լավ է, նորմալ է, դուք Աստծո ժողովուրդ եք, փրկությունն եք, այդպես չի, Աստծո հաստատ հիմքը կանգնած է եւ իր վրա պեչատ ունի, Աստծո ժողովուրդը նրանք են, ովքեր Քրիստոսի անունը կանչում են եւ իրենց անձերը հետ են պահում ամեն անիրավությունից։ Ով ինչ կուզի խոսա, ով ոնց կուզի խափի ֆռցնի, թե այս մեղքը, այս իրավիճակում, այս պատճառով, այս բանը սենց կարելի է, կամ շատ հերվից են շատ բաներ անում։ Մերունա Տիրոջ հիմքը հաստատ է, չի փոխվում, նրանց ասելով չի։ Դրա համար էսա Պողոս առաքյալը վերջում ասում, արթուն կացի, ինչ արա, փախիր ամեն ցանկություններից երիտասարդության, արդարությանը հետևիր, հավատքին, սերին, խաղաղությանը, ընդ որում նրանց հետ ուշադիր եղեք, էս էլ է կարևոր բանը, Տիրոջ անունը սուրբ սրտանց իրենց վրա կանչողների հետ։ Ասեք Տիրոջ անունը կանչողներ կան, բայց նրանց հետ եղիր, ով սուրբ ու սրտանց են կանչում այդ Տիրոջ անունը։ Նրանք ովքեր Տիրոջ անունը կանչում են ու մեղք են գործում, գործ չունես նրանց հետ։ Նրանք ովքեր Տիրոջ անունը կանչում են ու մեղք գործելը, ասենք ասած, օրինակելի ու ընդունելի են իբր թե իրենց վարդապետությունով դառնում, փախիր դրանցից։ Ոնց ասում է, դրանց հետ գործ չունես։ Նրանց հետ ով Տիրոջ անունը կանչում են սուրբ սրտանց։ Մենակ խումբը չի էդի։ Հենց մեր միջից։ Եթե մարդիկ կան, որ Տիրոջ անունը կանչում են, բայց մեղքի մեջ են ապրում, գործ չունես իր հետ։ Իրանց հետ մի կա բան արա, միաբանվի Աստծուն պաշտելու մեջ։ Հեռու մնա իրանցից։ Տերը գիտի իրանց հետ ոնց կանի։ Կուղվեն, չէ, տեսել ենք դրանց ինչ է եղել։ Դուրս են եկել, ասում ամբարիշտը արդարների ժողովի մեջ չի մնա, երկար չի մնա, վաղ թե ուշ կհանվի։ Այնքան մարդ են քանել, որ Տիրոջ անունը կանչում են ու Տիրոջ անունը խայտառակում են։ Եսրանք Տիրոջ ժողովուրդ չեն, ասում են նրանք են Տիրոջ ժողովուրդ, ով համ կանչում են, համ էլ Տիրոջ անունը կանչողները ինչ են անում, իրենց անձը անիրավությունից հեռու են պահում։ Նախեցի մեզ համարա, որ մենք, այո, ուզում ես հասկանաս դու Տիրոջն ես, թե չէ, չափիր քեզ այս չափանիշով, էսի հստակ ասում, անշարժ է, էսի փոփոխվող չի, պեչատված է, իրավաբանական ուժ ստացել է եւ գործի մեջ է։ Նրանք են Տիրոջը, որ այսպիսի չափանիշներին բավարարում են։ Այսպիսի չափանիշի բավարարում ես փառք Աստծուն։ Էլ ավելի գնաս ոնց որ սրբության արդարության մեջ։ Եթե չես բավարարում, քեզ խաբել ես, գողանում ես, ասես սուտ ես խոսում, ես անում, ես անում, ընտրած ձևով։ Ոնց որ ասես դու դեռ չես փակել քո կյանքում այդ դուռը, դու դեռ թողել ես իրավիճակներ, տեղեր, որ երբ որ այտենց բան լինի, դու հոժարված ես սենց անել, այսինքն մեղ գործել, այս բան անել, այն բան անել, այն բան անել, եթե տենց ես դու Տիրոջ ժողովրդի մեջ չես ունենա բաժին։ Տիրոջ հաստատ հիմքը հաստատ է, չի փոխվում։ Քո համար չի փոխասից, այդ դու ոչինչ, դու արի։ Ուրեմն Աստված օրհնի մեզ։ Ուշադիր լինենք, նաև ինչպես տեղ ասում են, նրանք ովքեր որ խոսում են, բայց պիղծ ունայնախոսություններ են քարոզում ու մարդկանց հավատքն են կործանում, մարդկանց են ասենց ասած անհանգստացած վիճակից, ուշադիր վիճակից հանում են, որ անհոգ, հանգիստ, մեղքել գործեն, դրանք մարդկանց թշնամիներ են, դրանցից հեռու մնանք։
աղոթք անենք, ինչ որ լսեցինք, մեր անձերը քննելով, հարցը էս չի, ուշադրություն դարձեք, գուցե բաներ կա, մենք դեռևս մեր կյանքում սայթակում ենք, պարտվում ենք, հարցը քո ընտրությունն է, հարցը քո ընտրությունն է, եթե դու ընտրել ես հեռու մնաց մեղքից, ժամանակի մեջ Աստված քեզ օգնելու է, որ հեռու ես մնալու, դրանից էլ ես ազատելու, բայց եթե դու քո կյանքի մեջ դեռ թողել ես տեղ, դեռ ոնց որ ասած պատրաստություն ունես քո սրտի մեջ, ինչ որ հարցերում զիջելու էլի մեղքի գնալու ես, ընտրության հարցը, այսինքն ընտրությունն է բերես հոժարվել, որ այդ մեղքը դեռևս մնա, այդ մեղքով քեզ ինչ որ հարցերից ազատես, այս սրա մասին է, որ դու վախեցի, որ Տիրոջ հետ բաժի չես ունենա, Տերը ասում է, ուշադրություն դարձեք, երբ որ ես այդ համարը կարդացի Մատթեոս 7-ում ասում է, բառ աննշում, Սուրբ գրքում ոչ մի բառ պատական չէ, շատերը կգան կասեն, շատերը քիչ չեն լինելու դրանք, շատ շատերը, որ հենց դες խափված, դե քո անունն են կանչել, հավաքույթ են գնացել, քեզ աղոթք են կարել, քո կյանքը, որ կանչել ես, խիչ ես հեռու կացել ամեն անիրավությունից, ես քեզ չեմ ճանաչում, դու ինձ չես խափել, խափի քո կանչելով, Տերը պետք է ասի, ես քեզ չեմ ճանաչում, աղոթք